Ընտրության 9 մասնակիցներից Կոնգրես ՀԺԿ դաշինքը միակն է, որ այսօր վերջնաժամկետին դիմեց կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ հայտարարեց սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին։ Դաշինքը հայտնում է, կբողոքարկի ապրիլի 2-ի արդյունքների օրինականությունը այդ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։ Լևոն Զուրաբյանի խոսքով բազմաթիվ հիմքեր կան։ Ապօրինի ազդեցության մասին է, որը ներառում է եւ ընտրողների ահաբեկում եւ ընտրողների ընտրակաշառքի բաժանում եւ նրա ընտրության վերահսկումը, այդ թվում բարձր քրեակցություն, դա կատարվել է պետականորեն, լայնածավալ, համատարած եւ համակարգված։ Դաշինքը հայտարարությամբ մասնավորապես նշում է, ապրիլի 2-ի ընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային եւ համակարգված օրինախախտումների կիրառությամբ։ Դրանք են ընտրակաշառքի բաժանում, քաղաքացիների անձնագրերի ու նույնականացման քարտերի ապօրինի հավաքում, իրավապահ մարմինների անգործություն, ընտրողների ահաբեկում, վարչական լծակներով ու կրիմինալի ներգրավմամբ ճնշումների լայնածավալ կիրառում։ Ըստ ՀԱԿ կուսակցության փոխնախագահի, այս խախտումներն ազդել են ընտրության արդյունքների վրա։ Գիտեք ինչ, եթե ժողովրդի 90%-ին ընտրակաշառք են բաժանել, բայց ես նորից ուզում եմ շեշտեմ, որ ընտրակաշառքը դա ընդամենը կոպիտ ասած բոնուս էր, որովհետև իրականում ժողովրդին պարտադրել են քրեակցություն եւ այդ բազմաթիվ ճնշման լծակներ գործածելով, ադմինիստրատիվ ճնշումներ, կրիմինալի ճնշում, ընտրակաշառքը ընդամենը այդ ամբողջ համակարգին հավելյալ մի մաղադրիչ է։ Հաջորդ խնդիրը ըստ դաշինքի ներկայացուցչի ընտրություններին անհավանական բարձր մասնակցություններ։ Հիշեցնենք, ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեարկության է գնացել ավելի քան 1,577,000 մարդ։ Անհավանական մասնակցության թիվ, որը հարաբերս հակասության մեջ է մտնում բոլոր ժողովրդագրական տվյալների հետ։ Խորհրդարան չանցած ուժը նաև պնդում է, որ ընտրատեղամասերում արված տեսանկարահանված նյութը վերլուծելով նկատել են տեղամասային կենտրոններում օրենքի խախտմամբ կուտակումներ եւ անկառավարելի վիճակի ստեղծում, ուղեկցված ոստիկանության անգործությամբ, բացի այդ քվեարկության գաղտնիության խախտում։ Օրինակի համար երևում է, որ գաղտնիությունը քվեարկության խախտում է, որ քվեախացիկներում կան տարբեր մարդիկ, ովքեր վերահսկում են քվեարկությունը, կամ ընդհանրապես հետևը կանգնած նայում են դրան։ Այս ամենը հաշվի առնելով դաշինքը պնդում է, որ հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել է ժողովրդավարությունը եւ ընտրական գործընթացի լայնածավալ ու կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը։ Իսկ մենք ընդհանրապես կատարում ենք մեր պարտքը Հայաստանի քաղաքացիների առջև։ Բնականաբար մենք շատ լավ գիտենք ինչ արձանների հետ գործ ունենք, որևէ պատրանք չունենք նրանց նկատմամբ, բայց մեր պարտքն ենք համարում հանուն ընտրական իրավունքի պաշտպանության ներկայացնել բոլոր այս փաստերը եւ բարոյական նշանակություն եւ քաղաքական նշանակություն եւ իրավական նշանակություն եւ ապագայում նման ընտրակերտարարության դեմ առնելու կամ զսպելու հետ կապված նշանակություն։